Մենք շուտով նրան հիվանդանոց կտեղափոխենք։ Բայց ո՞նց։ Ինքը հիմա թաքնվում է, բա որ բռնեն։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Ես չեմ թողնի, որ իմ տղայի գլխից մի մազ անգամ պակասի։ Իսկ եթե փախնի, ես լսեցի ինքը տենց բան էր խոսում հեռախոսով։ Այդ դեպքում վիճակը ավելի կծանրանա։ Ես էլ եմ էդ ասում։ Ես ամեն ինչ կանեմ։ Հա, կօգնեք։ Իհարկե, իմ տղան եմ։ Բայց կկարողանաք։ Հիմա դեռ թող Սաշը իմ տանը մնա։ Ես դեմ չեմ։ Համ էլ ես ու Սաշը սիրում ենք իրար։ Ու ես գնացի։ Ես ուզում եի ասեի, ես վաղը կգամ։ Այ քեզ բան, Տիկին Զարուհի։ Չեք էլ թաքցնում, որ չեք հավանում ինձ, բայց այդ ոչինչ չի նշանակում։ Հիմա ես եմ ձեր տղայի կողքին, ես եմ նրան օգնում։ Մի քիչ խելոք լինեմ, նենց կանեմ, որ դուք ոչ մեկի չեք պատկերացնի, բացի ինձնից ձեր տղայի կողքին։ Լուսինեն գլխիցս դուրս չի գալի, էդ ով է։ Եթե Սաշը Լուսինեի հետ փախնի, ես կկորցնեմ նրան, վերջնականապես։ Չեմ կարող թույլ տալ դա, չեմ կարող։ Անջատել է հեռախոսը, իսկ եթե էլի վատ է, հիվանդ էր, ուրեմն էլի վատացել է, ավելի լավ է գրեմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, հետո երևի կտեսնի ու կզանգի, Ես մամային ու Նարային ես վիճակում ոնց եմ թողնելու գնամ Սաշի հետ, ու եթե նույնիսկ ես վիճակում չլինեին, ինձ համար դժվար կլիներ մեկը, բայց հիմա ավելի բարդ վիճակ է, մի կողմից էլ Սաշը, եթե նրան բռնեն, մեկ էլ միասին չենք լինի, ամեն ինչ կվերջանա։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ Նարեն հետ գա տուն, մամայի հետ նորից առաջվա նման լինի, որ ես կարողանամ Սաշի հետ լինել, փախնել Սաշի հետ։ Ուրիշ տարբերակ չկա, թե չէ։ Ես Սաշին կկորցնեմ ու չեմ դիմանա։
ով է զանգել այսքան։ Էլի Լուսինն են։ Ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Արտանաս գրի, սիրում եմ քեզ։ Ես քեզ շուտով կզանգեմ, կտեսնեմ ով ես։ Համարդ մոտս կպահեմ։ Պահպանենք համարը։ Իմ մոտ կա այս համարը։ Լուսինն է։ Էս Լուսինն է, հա։ Ոնց։